Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանը ներմուծվում ոչ միայն պրեմիում, այլ նաև ռեգուլյար բենզին եւ դիզել, որոնք շուկայական գնից մոտ 80-ից 100 դրամով էժան կլինեն։ Նրա խոսքով մի քանի հազար տոննա վառելիք արդեն ճանապարհին է, իսկ էժան մրցակցությունը պետք է մյուս ներմուծողներին եւս ստիպի մատակարարներից ավելի մատչելի գներ պահանջել։ Պապոյանը ընդգծել է, որ ներմուծող ընկերություններին ինքն անձամբ չի ընտրում եւ այս գործընթացի շահառուները վերջնականապես քաղաքացիներն են, քանի որ էժան վառելիքը կազդի ընդհանուր բարեկեցության ու մրցակցության վրա։ Միայն այսպես կոչված պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար է գալիս եւ դիզել է գալիս ու ելի նախնական գնահատականներով շուկայականից էական մինչեւ 80 դրամ էժան է լինել։ Հունվարի 9-ից մինչև հունվարի վերջ կանցկացվի բժիշկ մասնագետների պարտադիր զորակոչ։ Կառավարության նիստում են որոշել, բանակ կգնան զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ մասնագետները։ Ըստ որոշման ծառայության ժամկետը սահմանվում է 2 տարի։ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է բնակարանային աջակցություն հավաստագրերի միջոցով։ Հունվարի 8-ի դրությամբ 4066 ընտանիք ստացել է հավաստագիր, որոնցից 1768-ը արդեն օգտվել է նրանից։ Աջակցությունը կարող է տրամադրվել բնակարան գնելու, անհատական տուն կառուցելու կամ հիպոթեկային վարկը մարելու ձևով։ Յուրաքանչյուր անդամի համար 3-ից 5 միլիոն դրամի շրջանակում։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համակարգը։ Մարդը օբյեկտից վերածվել է սուբյեկտի։ Այս շեշտադրմամբ մեկնարկեց կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանի զեկուցմամբ Հայաստանի պետական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու վերաբերյալ։ Դոկտրինի նպատակն է վերանայել ու ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը ու պետական ինստիտուտները, ձևավորելով զարգացման նոր պարադիգմ։ 2018 թվականից ի վեր ըստ էության հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Այսինքն ճշգրտված տվյալները կլինեն այս տարվա վիճակագրության, մենք վստահ ենք, որ թիվը կլինի 50-ից ավել, իսկ թե կոնկրետ ինչքան, դա արդեն ցույց կտա ժամանակը եւ վիճակագրությունը։ Մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո կամ 2018 թվականից հետո։ Եվ եթե 2017 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան 3872 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալներով մոտավորապես 9400 դոլար է։ Եվ աճը 2.4 անգամ։ Իհարկե պետք է ասել, որ այստեղ դրամի արժևորումը նույնպես դեր է կատարել, բայց դրամի արժևորումն էլ է տնտեսական գործում։ Վարչապետի խոսքով այս արդյունքները արձանագրվել են կառավարության եւ քաղաքացիների համագործակցության արդյունքում։ Այն ձեռքբերում է։ Ձեռքբերում է նաեւ այն հանգամանքը, որ 2025 թվականի պետական բյուջեի պլանը կերակատարվել է 102%-ով։ Մենք այս ամենով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար։ Եվ պիտի նաև ընդգծեմ, որ սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, եւ մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր։ Դոկտրինի առանցքային բաղադրիչներից է կրթության դերի բարձրացումը որպես ցկյանս գործունեություն եւ ապրելակերպ։ Վարչապետի խոսքով խաղաղության օրակարգը արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը եւ լոգիստիկան, ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ, պայմանավորված նաեւ տարածաշրջանային ու արտաքին քաղաքական նոր իրողություններով։ Խաղաղության բանաձևը, խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում, եւ իհարկե հաստատված խաղաղությունը եւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որը անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաեւ տնտեսության մեջ։ Նոր պարադիգմը ենթադրում է պետության ակտիվ դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում, էներգետիկ, ջրային, թվային եւ անվտանգային ոլորտներում, միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ եւ տնտեսապես հիմնավորված մասնավորեցում այնտեղ, որտեղ դա նպաստում է մրցակցությանը եւ արդյունավետությանը։ Առանձնակի կարեւորություն է տրվում նաեւ արհեստական բանականության կիրառմանը։ Դոկտրինի հաջորդ առանցքային ուղղությունն է հարկային նոր երկարաժամկետ մոտեցումների ներդրումը, որը վարչապետը
բնութագրեց որպես հավակնոտ եւ մի փոքր ռիսկային, սակայն անհրաժեշտ քայլ։ Չեմ թաքցնի, այդ թվում վերջերս ջերմուկում տեղի ունեցած գործարար աշխատաժողովի ժամանակ մենք զգուշորեն սկսել ենք քննարկել, որ առաջիկայում մենք պետք է դիտարկենք հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որը մենք կարգավորումներով կկարողանանք ուժի մեջ պահել նույն կարգավորումները, ասենք օրինակ 10 տարի։ Այսինքն, եթե մենք կարողանանք հասնել այդ կետին, որ ընդունենք հարկային օրենսգիրք եւ արձանագրենք, որ հարկային այս կարգավորումները առաջիկա 10 տարում լինելու են ուժի մեջ եւ հաջորդ 10 տարվա փոփոխությունները քննարկվելու են նախորդող 5 տարվա ընթացքում, սա իհարկե Հայաստանի որպես ներդրումային միջավայր գրավչությունը էականորեն կփոխի։ Զեկույցի ընթացքում շեշտվեց նաև կառավարման համակարգային թվայնացման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման եւ կապիտալի շուկայի կայացման կարեւորությունը։ Ոնց որ տնտեսությունն է աճել 50 եւ ավելի տոկոսով, այնպես էլ կապիտալի շուկան իր ծավալներով առնվազն 3-4 անգամ մեծացել է եւ հիմա էլ նոր փուլ մտնելու նախապատրաստված ենք եւ կապիտալի շուկայի դերը պետք է էականորեն մեծանա։ Վարչապետն ամփոփեց նշելով, որ պետական շահը տնտեսական զարգացումն է, առանց որի անհնար է որևէ ոլորտում ապահովել կայուն առաջընթաց։ Դոկտրինը ընդունվեց միաձայն։ Նիստում միաձայն հաստատվեց նաև զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը կենտրոնանում է մշակութային, գաստրոնոմիական, հատկապես գինու եւ հայկական բրենդի, ինչպես նաև արկածային զբոսաշրջության վրա։ Կառավարության անդամներն արձանագրեցին զբոսաշրջության, այդ թվում ներքին զբոսաշրջության աճ, որը պայմանավորված է եկամուտների բարձրացմամբ եւ մշակութային ոլորտում ներդրումներով։ Այս տարի ունեցել ենք 2,263,642 զբոսաշրջիկ, ինչը 2.5%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից եւ օրինակ 19.4%-ով ավել է 2019 թվականի ցուցանիշից։ Քննարկվող վերջին հարցը վերաբերում էր առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների վարման կարգի հաստատմանը։ Ըստ էության նախագծով մանրամասն կարգավորվում են մեր համընդհանուր ապահովագրության շրջանակներում տեղեկատվության փոխանակման եւ այսօր էլ նշեցինք, որ թվայնացման շրջանակներում փոխգործելիության հիման վրա, որպեսզի անձը մեկ անգամ տվյալները տրամադրելով որոշակի կառույցի արդեն հաջորդ կառույցները իրար միջև փոխգործելիության շրջանակներում կարողանան օրենքի եւ կարգավորումների տրամաբանությամբ ապահովել այս տեղեկատվության փոխանակումները։ Խարար Անահիտ Ավանեսյանի խոսքով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից արդեն օգտվել են 16266 քաղաքացիներ, ինչը վկայում է դրա արդյունավետության եւ գործնական կիրառելիության մասին։ Նախագիծը եւս ընդունվեց միաձայն։ Հունվարի 7-ին Մերսեդեսը հղարծին բնակավայրում դուրս է եկել հերթևեկելի գոտուց գլխիվայր հայտնվել Աղստև գետում։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են փրկարարության Դիլիջանի շրջբրկարարական ջոկատի շրջբրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը։ Մի քիչ որ մաքրել են, գործարեն, բայց որ աղոավազը լցեն, Տոնական օրերին Եղվարդից դեպի Զորավան, Արագյուղ, Բուժական, Քարաշամփ գյուղեր տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը վարորդների համար դարձել էր պատուհաս։ Ճանապարհից ձյունը հեռացվել էր, բայց աղն ու ավազը բացակայում էր։ Տեսնում եք, մերկասառուց վիճակա, այնպես չի որ գործ չեն արել, ձյունը հեռացել են, բայց ցանկալի է որպեսի աղ ու ավազով մշակեն, աղ ու ավազ լցեն, ինչը ավելի կթեթևացնի երթևեկությունը։ Այստեղ աշխատում էի կարի մեքենայով, ձայներ եմ լսում, մենք այդ ձայները հաճախակի լսում ենք, միշտ ենք լսում։ Ինձ թվաց կարի մեքենայից է ինչ-որ մի բան, մեկ մի անգամից պատալոկը փլվեց,
քարերով ամբողջությամբ լցվեց վրես։ Տիկին Անահիտը տագնապած պատմում է կատարվածի մասին, նոր է խելքի եկել։ Դեպքն օրեր առաջ է եղել, մտածել է երկրաշարժ է։ Վարդաշենի հանրակացարանի 4-րդ կարգի վթարային շենքի 69-ամյա բնակչի խոսքով շենքը 80% խոնավություն ունի, չնայած ջրի խողովակ չկա։ Մի կերպ են առաստաղը հավաքել, փորձել սենյակը կարգի բերել։ Ասում է խոնավության պատճառով անհնար է ապրել այստեղ։ Այստեղ առողջ մարդ չկա։ Ովքեր որ հնարավորություն ունեն մի կերպ դուրս են եկել վարձով, որ չմնան փլատակների տակ, ովքեր հնարավորություն չունեն, որտեղ մեծ մասամբ թոշակառուներ են։ Երեխաները բոլորը հիվանդանոցները շաբաթը մեկ գնում գալիս են։ Ես անձամբ ինքս զոբ ունեմ, հոդացավեր ունեմ, համարյա 80% անառողջ մարդիկ են այդքան բան։ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն ապրում են փլատակներում մնալու վախով, ամեն գիշեր լսում են շենքի պատերի իրարից հեռանալու ձայները, պատմում են, թե վախը սրտում սպասում են, թե իրենց բնակարանի փլուզման հերթը երբ է գալու։ Ավելի պատկերավոր են ներկայացնում, շենք մուտք ու ելքը զգույշ են անում, որ հանկարծ չփլվի։ Տան մեջ բաժարեր ընկե, կայծեր էր տալիս, որտեղ ստե համ ջուր է գնում, համ հոսանք։ Ու քան բազմիցս ասել եմ, զգուշացրել եմ, խնդրել եմ, ոչ մի բան չեն անում։ Վարդաշենի 4-րդ կարգի վթարային 68A եւ 66 կոտորակ 1 շենքերի բնակիչները առաջին անգամ չէ որ ահազանգում են անմարդկային պայմանների մասին։ Բաց հոսանքալարեր, ջրի խնդիրներ, սանիտարահիգիենիկ ծանր վիճակ։ Մեկ սանհանգույցից ստիպված 15 հոգի է օգտվում։ Քաղաքապետարանից պարզաբանում են, բավարար բյուջե չկա եւ խնդիրը պետք է լուծվի կառավարության աջակցությամբ։ Բնակիչների պնդմամբ իրենց խոստացել են այս ամիս հստակ պատասխան տալ հանրակացարանի բնակիչների հետագա ճակատագրի վերաբերյալ, նշելով, որ գործընթացը վերջնական փուլում է։ Նախորդ տարի գարնանը բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվել։ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4 ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սանտիմետրով, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սանտիմետրով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր 1 սանտիմետրով։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից հայտնում են, որ Արփասևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը դեկտեմբերի 29-ից մինչև 2026-ի հունվարի 4 ընկած ժամանակահատվածում կազմել է 1 միլիոն 72 խորանարդ մետր։